Աստված օրհնի բոլորիդ։ Այն ինչ պատկան փոխանցելու եմ այսօր, հետարքիր է սրտումս անընդհատ խոսում էր երկար ժամանակ։ Մտքիս մի անկյունում կար, բայց հատկապես այս վերջի 10 օրվա մեջ ավելի շատ մտածել եմ այս պատկամի վրա մեր դիրքի մասին, թե որքան կարևոր է, որպես մենք կարողանանք Աստծուն մոտենանք հենց իր ուզած ձևով։ Գիտեք, վերնագրել եմ ես այս պատկամը հետևյալ կերպ. ինչ անեմ եւ ինչ ունես։ Մի բան ուզում եմ, որպեսզի պատկերացնես, Աստված քեզ ասում է, ինչ անեմ քո համար։ Ինչ ունես, որպեսզի ես օրհնեմ։ Ուղղակի քո աղոթքի ժամանակ Աստված մոտենում է քեզ եւ ասում է, ինչ ես ուզում քո համար անեմ։ Որը կլինի քո աղաղը եւ խնդրվածքը, որը դու կբերես Տիրոջ առաջ։ Բայց գիտեք, ավելի շատ ես ուզում եմ մենք որոշակիորեն խոսենք այն մասին, թե ինչն է մեզ հասցնում են կետին, որ իրականում Աստված Աստծո մարդու միջոցով մոտենում է քեզ եւ ասում է, ինչ անեմ քո համար եւ ինչ ունես։ Մենք ամեն մեկս գիտենք, որ աղոթքն է ճանապարհը, որի միջոցով մենք հայտնվում ենք Աստծո գահի առաջ։ Գիտեք, ես վստահ եմ, ամեն մեկս գիտենք այդ մասին, բայց շատ կարևոր է, որպես այդ ճանապարհի մեջ սիրելի Աստծո ժողովուրդ, մենք ավելի շատ գտնվենք։ Այդ ճանապարհի մեջ մենք ավելի շատ մնանք։ Այդ ճանապարհով մենք ավելի շատ ընտանանք դեպի այն Աստվածային գահը, որը Տերը ունի եւ ուզում է ամեն ժամանակ իր զավակներին տեսնել իր փառավոր ներկայության մեջ։ Ու մի կարևոր համար, որ ուզում եմ կարդամ ձեր համար, բայց մինչև այս խոսքը կարդամ, ուզում եմ հետևյալը ասեմ, մենք ամեն մեկս իրականում ուզում ենք, որպեսզի Աստված տեսանելի կերպով օրհնի մեր ամեն մեկին։ Քանիստ եք ուզում։ Աստված տեսանելի կերպով օրհնի մեր ամեն մեկին։ Գիտեք, այլ կերպ ասած, մենք ուզում ենք, որ Աստված մոտենա մեր ամեն մեկին կամ մոտենա որևէ մեկին եւ ասի, ես այսօր օրհնելու եմ քեզ։ Ես բարձրացնելու եմ քեզ։ Ես ավելի իմ փառքը սիճեցնելու եմ քո կյանքի վրա։ Ուզում եմ մի հատ հետարքիր բան անեմ, որը երբևէ չեմ արել, բայց ուզում եմ փորձել։ Գևորգ ջան, խնդրում եմ արի վերև։ Պատկերացրեք, Աստված մոտենում է Գևորգին եւ ասում է, Գևորգ, ես քեզ հատուկ օրհնելու եմ, ես քեզ հատուկ բարձրացնելու եմ, ու այն աղաղ ու աղոթքը, որը դու ունեիր քո սրտում, ես պատասխան եմ բերում այդ աղոթքին ու աղաղին։ Ու Աստված հատուկ կերպով օրհնում է Գևորգին եւ ասում է, դու ունենալու ես հաղթանակներ եւ օրհնություններ։ Գիտեք, հիանալի մի պահ է, մենք բոլորը սպասում ենք, որ Աստված մոտենա մեզ, օրհնի մեր ձեռքը վեր բարձրացնի եւ ասի, իմ զորությամբ դու հաղթել ես եւ հաղթելու ես։ Գևորգ ջան, ուզում ես նման բան։ Եկեղեցի ուզում եք նման բան։ Ամեն, մենք բոլորս ուզում ենք, շնորհակալ եմ, կարող ես նստել։ Մենք բոլորս ուզում ենք, ես նույնպես ուզում եմ, որովհետև այդ հաղթանակները, որը Տերը տվել է, ու այն հաղթանակները, որը Տերը տալու է, շատ քիչ է դրա առաջ։ Դրա համար ուզում եմ։ Բայց գիտեք, մի կարևոր խոսք կա, որը մեզ սովորեցնում է, թե մենք որն է ճանապարհ այդ հաղթանակներին հասնելու։ Ես ուզում եմ մենք միասին նայենք Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Հիսուսը սովորեցնում է իր աշակերտներին, իրան շրջապատող ժողովրդին եւ ասում է. «Այլ երբ որ դու աղոթես, մտիր քո ներսի սենյակ, փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր քո հորը։ Եվ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես հատուցում կտա»։ Գիտեք, հետարքիր է, Հիսուսը ասում է հետևյալը. հայրը, որը տեսնում է ծածուկը, հայտնապես հատուցում կտա։ Դուք Գևորգին տեսաք հայտնապես, այսինքն ֆիզիկապես, դուք իրան տեսաք, ես օրինակը բերեցի իրա վրա, ու շատ անգամ մենք ուզում ենք մեր կյանքերի մեջ տեսնել ֆիզիկական հրաշքը, Աստծո փառքի ներկայությունը, օրհնությունը, որ Աստծո ներկայությունը ուղղակի բարձրացնում է մեզ։ Ու գիտեք, այս ամենը շատ հրաշալի ու Աստծո կամքն է։ Բայց այս խոսքը հետևյալն է ասում. եւ հայրը, որ տեսնում է ծածուկում, հայտնապես կհատուցի։ Հայրը, որ տեսնում է քեզ քո ծածուկ սենյակի մեջ աղոթելուց, հայտնապես կհատուցի։ Մինչև ինչ որ բան հայտնապես կդառնա քո կյանքի մեջ, մինչև քո հիվանդությունը կբժշկվի, մինչև Տերը կօրհնի քեզ, Տիրոջ փառքը կգա քո կյանքի մեջ, կա մի կարևոր պայման, Աստված, որ քեզ տեսնում է ծածուկի մեջ, հայտնապես կհատուցի։ Գիտեք, մեր աղոթքի ծածուկ սենյակը ոչ ոք չգիտի ու ոչ ոք չի տեսնում, բայց միայն Աստված։
Ու երբ որ Աստված ինքը տեսավ այդ աղոթքի ծածուկ սեյնագը, տեսավ քեզ քո սեյնագի մեջ քո ծգների վրա, որտեղ դու կանչում ես իր անունը, որտեղ դու աղաղակում ես իրեն, որտեղ քո հայացքը դեպի նա է, որտեղ դու փնտրում ես իր երեսը, իրան ճանաչելու համար, ու Աստված այդ ծածուկը տեսնելով հայտնապես կհադուցի քեզ։ Արդեն մարդիկ քեզ կտեսնեն բեմի վրա, կտեսնեն Աստծո փառքը քո կյանքի մեջ, կտեսնեն հրաշքը, զորությունը, բժշկությունը, քո աղոթքի պատասխանը, կտեսնեն հadouk քո կյանքի մեջ օծություն, հadouk մաշկարիական պարգև, որ դեպքում, երբ որ դու ծածուկ սեյնագի անձնավորություն ես։ Մինչ մենք կհայտնվենք Աստծո գահի առաջ, մինչ մենք կհայտնվենք այն միջավիճակի մեջ, որտեղ Աստված ուղղակի կասի քեզ, ինչ անեմ քո համար, ինչ ես ուզում, կարևորը մեր ծածուկ սեյնագը։ Մինչ մեր օրհնությունը մենք կվերցնենք Տիրոջից, կարևորը մեր ծածուկ սեյնագը։ Գիտեք, շատ ու շատ անգամ քրիստոնեության մեջ եղած ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք ավելի շատ հակված ենք ցուցադրական բաներին նայելու, մենք ավելի շատ հակված ենք ձևական կողմին նայելու, թե մենք կանք, թե մարդիկ տեսնում են, թե ես աղոթում եմ, թե մենք աղոթում ենք, ես թիմի հետ աղոթում եմ։ Գիտեք, այդ ամենը հրաշալի է, բայց ուզում եմ ամեն մեկը ինքներդ ձեր հետ անկեղծ լինեք, որքանով է Աստված քեզ տեսնում քո ծածուկ սեյնագի մեջ, որովհետեւ հայտնապես հադուցում անի։ Հայտնապես հադուցում ունենալու համար Աստված ուզում է քեզ տեսնել ծածուկի մեջ։ Հայտնապես հադուցում ունենալու համար Աստված ուզում է քեզ տեսնել ծածուկ սեյնագի մեջ, ուղղակի իր երեսը փնտրելով եւ իրան մոտենալով, իրան աղաղակելով, ու այդ ժամանակ է, որ հայտնապես քո կյանքի մեջ հադուցում կգա։ Շատ անգամ, երբ որ մենք տեսնում ենք մարդկանց կյանքի մեջ օծությունը, թարմությունը, լեցունությունը, մենք տեսնում ենք Տիրոջ շնորհքը իր վրա, մենք տեսնում ենք իր բնավորության փոփոխությունը, իր հոգևոր արժն ու բարձրությունը, այդ ամեն ինչի հետևում կանգնած է մի ծածուկ անկյուն, որի մասին ոչ մեկս թեև գիտենք, բայց չենք տեսնում, որի մասին ոչ մեկս չենք մտածում։ Մենք ուղղակի տեսնում ենք մի թակուն անկյուն, որտեղ ինքն է ու Աստված, որտեղ ինքը Աստծո առաջ է, որտեղ ինքը պայքարում է ինքն իր դեմ, որտեղ ինքը աղաղակում է Տիրոջը, որտեղ ինքը կանչում է Տիրոջ անունը, ու դա է պատճառը, որ Տիրոջ ներկայություն ուղղակի նորոգում է իր կյանքը, դա է պատճառը, որ գալիս է հրաշքն ու բժշկությունը, դա է պատճառը, որ իր աղոթքի միջոցով Տիրոջ ներկայությունը ուղղակի հայտնվում է, որովհետև կա մի անկյուն, որտեղ ինքն է ու Աստված։ Աստված ինքը ուզում է սիրելի եկեղեցի, ամեն մեկիդ, սիրելի քույր եւ եղբայր, ամեն մեկիդ տեսնի այդ ծածուկ սեյնագի մեջ։ Ամեն մեկիդ տեսնի այդ ծածուկ սեյնագի մեջ, ոչ թե գնացիր ու Տիրոջը բարևեցիր ու եկար, այսինքն մի երկու խոսք ասացիր ու եկար, այլ ինքը ուզում է քեզ տեսնել այդ ծածուկ սեյնագի մեջ, քո ծնկների վրա Տիրոջը աղաղակելիս, իր երեսը փնտրելիս, իրան փառաբանելիս, իրան ճանաչելու, մոտենալու համար։ Ու սա է, որ քո կյանքի մեջ իրական օրհնություն կբերի։ Հաջորդ համարը, որ ուզում եմ կարդամ Տիրոջ ներկայության մեջ հայտնվելու համար, որի համար Տիրոջ խոսքը նորից մեզ սովորեցնում է, թե ինչպես աղոթել։ Մենք առաջի համարի մեջ տեսնում ենք Աստված որքան կարևորում է աղոթքը մեր կյանքի մեջ, մեր ծածուկ սեյնագում, ոչ միայն եկեղեցում, այլ ծածուկ սեյնագում։ Հետարքիր մի օրինակ հիշեցի տարիներ առաջ, երբ որ մի հատ թիմ կար, մենք հավաքվում ենք այդ թիմով աղոթելու, մենք ամեն առավոտ հավաքվում ենք աղոթելու, միասին հավաքվում ենք, աղոթում ենք Տիրոջը, հետո հիշում եմ մի եղբոր այդ խորհրդակցեցինք, ինքը մի հատ օրինակ բերեց ու ասաց մեր երկրում մենք նույնպես նման բան կազմակերպեցինք։ Ասում եմ մենք շաբաթը մեկ հավաքվում ենք աղոթքի։ Ու ամեն անգամ մենք կարծես թե սպասում ենք երբ է գալու այդ օրը, որ մենք նորից հավաքվելու ենք աղոթքի, ու շատ զորավոր էր այդ աղոթքները, բայց ասում է այդ ընթացքում ինքն իր համար էր ասում, ես մի կարևոր բան կորցրեցի, դադարեցրեցի իմ ծածուկ սեյնագի աղոթքը։ Ես բավարվա, որովհետև մենք եղբայրներով աղոթում ենք ու այդ աղոթքը շատ զորավոր էր։ Գիտեք, իրական վտանգը սրա մեջ է։ Մենք շատ անգամ պահում ենք արտաքինը, մենք եկեղեցու մեջ ենք, կարծես թե ամեն բան նորմալ է, բայց մեր ծածուկ սեյնագի կյանքը չկա, աղոթքն ու աղաղակը չկա Տիրոջը ուղղված, որը կփոխի մեր կյանքերը։ Ու շատ անգամ մարդիկ, երբ որ խոսում են այն մասին, որ իրենց կյանքի մեջ չկա հրաշքը, չկա բժշկությունը, չկա Աստծո ներկայությունը, իրանք աղոթում են, բայց չեն փոխվում, իրանք աղոթում են, բայց չունեն, գիտեք, ես մի բան եմ հասկանում։ Այո, իրականում իրանք աղոթում են,
Բայց այն աղոթքը, որը ծածուկ սենյակի մեջ է, որտեղ կա պայքար, որտեղ կա աղաղակ, որտեղ կա ջերմեռանդություն, շատ ավելի քիչ է իրանց կյանքի մեջ, անգամ գուցե չկա։ Ու հաջորդ համարը, որ ուզում եմ կարդամ ձեր համար, Հակոբի թղթի 5-րդ գլխի 13-րդ համարն է։ Հակոբոս առաքյալը հետևյալն է ասում եկեղեցուն. Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթք կանի։ Եթե մեկը ուրախանում է, թող սաղմոս ասի։ Գիտեք, մի հատ պարզ հրահանգ, եթե կա քո կյանքի մեջ նեղություն, ուղղակի աղոթք արա Տիրոջը։ Եթե կա ուրախություն, սաղմոս ասա Տիրոջը, որը նորից աղոթքն է, ուղղակի փառաբանությունն է։ Քանիսը ձեր կյանքի մեջ ունեք նեղություն։ Կա ձեր կյանքերի մեջ նեղություն։ Ու բոլորդ էլ աղոթում եք։ Գիտեք, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Այն աղոթքը, որը անում ես, շատ լավ է, բայց քիչ է։ Քիչ է։ Եթե նեղությունը շարունակում է մնալ, դու աղոթելու ես այնքան, մինչև դու լուծումը կտեսնես։ Դու աղոթելու ես այնքան, մինչև Աստծո փառքը կիշխնի։ Դու կանչելու ես Տիրոջ անունը այնքան, չնայելով ժամանակ ունես, չունես, չնայելով ժամին։ Գիտեք, շատ անգամ մենք աղոթում ենք աղոթելու համար։ Բայց Աստծո խոսքը ասում է, եթե նեղություն ունես, աղոթի նրան, ոչ թե ուղղակի աղոթի, որովհետեւ երբ որ քեզ հարցնեն, ասես չէ, Աշոտ եղբայր, ես աղոթել եմ, հովիվ ջան, գիտես քանի անգամ եմ աղոթել, օրական 3 անգամ 1-1 րոպեով աղոթում եմ։ Գիտեք, աղոթքը ուրիշ բան է։ Շատ անգամ երբ որ ես աղոթում եմ, ասում եմ, Տեր, մինչև չորնես չեմ բարձրանա։ Մինչև ես հոգուս մեջ չզգամ, որ ես աղոթքը ունեցավ իր պատասխանը, ես չեմ դատարի աղոթելուց։ Ու գիտես, մեկ ասում եմ, շնորհակալ եմ, որ քո ողորմությունն այնքան մեծ է, որ ինձ ամբողջ գիշեր չես թողնում աղոթքի մեջ։ Գուցե հագարակը երանի թե մնայ ամբողջ գիշեր աղոթքի մեջ, բայց աղոթում եմ երկար, աղոթում եմ այնքան, մինչև հոգումը զգամ, որ եկավ է Տիրոջ ներկայությունը, հոգևոր աշխարհում ես գտա լուծումը, որը ֆիզիկականում նույնպես դրսևորվում է։ Ոչ թե աղոթեք աղոթելու համար, այլ Աստծո խոսքը ասում է ձեզանից ով որ նեղության մեջ է, թող աղոթք կանի Տիրոջը։ 15-րդ համարը հետևյալն է ասում. հավատքով աղոթքը հիվանդին կփրկի ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Ինչ է ասում Աստծո խոսքը։ Հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին։ Եթե կա հիվանդություն, հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին։ Գիտեք, եկեք այլևս չվախենանք հայտարարելու, որ աղոթքը բժշկում է հիվանդին, քանիստ եք համաձայն։ Եթե համաձայն ես ծափարիր Տիրոջը, աղոթքը զորավոր է հիվանդին բժշկելու համար։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին։ Գիտեք, սա հավատք է, որը մենք արձակելու ենք Աստծո խոսքի համաձայն։ Շարունակությունը ասում է, իսկ եթե մեկը մեղք է գործած լինի, նրան թողություն կտրվի։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Գիտեք, սա մի աստվածային հրահանգ է, որ Աստված տալիս է, բայց ուզում եմ մենք ավելի շատ կենտրոնանանք շարունակվող նախադասության վրա։ Աշտարի ջերմեռանդ աղոթքը ավելի զորավոր է։ Գիտեք, մի բան, որը շարժում է ինձ, աշտարի ջերմեռանդ աղոթքը ավելի զորավոր է։ Մենք շատ անգամ ոչ թե ունենք կարիք աղոթելու, այլ մենք ունենք կարիք ջերմեռանդ աղոթելու։ Ջերմեռանդ աղոթքը լրիվ ուրիշ բան է։ Աղոթքը ուրիշ բան է, ջերմեռանդ աղոթքը ուրիշ բան է։ Ինչ է ջերմեռանդություն, ես որոշակիորեն բառարանից նայեցի այս բառը, ջերմեռանդություն բառի բացատրությունը հետևյալն է. մեծ նվիրվածություն, որևէ բանի նկատմամբ, կրկոտություն, մեծ եռանդ, ավյուն, եռանդագին, երկյուղած, նպատակային, ամբողջ սրտով, ոգևորությամբ, ամբողջ ուժով։ Գիտեք, իրականության մեջ մեր աղոթքը լինելու է այս մագարտակի վրա։ Շատ անգամ մենք աղոթում ենք Տիրոջը բառեր ենք ասում, այո, դա աղոթք է, բայց Աստծո խոսքը ասում է, աշտարի ջերմեռանդ աղոթքը կփրկի հիվանդին։ Աշտարի ջերմեռանդ աղոթքը իրավիճակ կփոխի։ Երբ որ մենք աղոթում ենք ջերմեռանդությամբ, այդ ժամանակ է որ իրավիճակ կփոխվի։ Գիտեք, շատ անգամ այս ջերմեռանդության կարիքը մենք ունենք։ Մենք աղոթում ենք, մենք բառեր ենք ասում Տիրոջը, բայց արդյոք քո ամբողջ սիրտը, քո կյանքի մեջ եղած կիրքը, շարժառիթը, նվիրվածությունը այդ աղոթքի մեջ է։
Արդյոք քո աղոթքը շաղախված է այն ամբողջական նվիրումով, որի պատճառով հիվանդը բժշկվելու է, որի պատճառով փոփոխություն է տեղի ունենալու ու մեր իրական կարիքը ջերմեռանդ աղոթքն է։ Երկու կարևոր բանի վրա է Հակոբ առաքյալը շեշտը դնում, առաջինը հավատք ու երկրորդը ջերմեռանդ աղոթք։ Ուզում եմ հարցնեմ, դու հավատք ունես։ Այո, քո ներկայությունը այս վայրում գտնվելու խոսում է այն մասին, որ դու հավատք ունես, բայց նաև ունես կարիք ջերմեռանդ աղոթքի։ Ունես կարիք աղոթքի, որի մեջ կա նվիրում, որի մեջ կա աղաղակ։ Գիտեք, ես երբ որ հիշում եմ իմ կյանքի մեջ այն պահերը սկզբնական փուլի մեջ, որտեղ ջերմեռանդ աղոթք կար, հավատացեք, աղոթքը վերջացնում են, ես դեռ աղոթում եի։ Հանկարծ մի պահ, գուցե 5 րոպե հետո, 10 րոպե հետո, 1 րոպե հետո հայտնաբերում էի, մարդիկ նստել են, ես էլ կանգնած աղոթում եմ։ Մարդիկ երկ են երգում, ես էլ ծնկների վրա աղոթում եմ։ Գիտեք ինչու համար, որովհետև այնքան նվիրում կար այդ աղոթքի մեջ։ Այնքան ջերմեռանդություն կար այդ աղոթքի մեջ։ Ինձ չէր հետաքրքրում իմ շրջապատը, իմ համար կարևոր մի բան կար։ Իմ սրտի ամբողջ խորքից ջերմեռանդությամբ ես աղաղում էի Տիրոջը, ու գիտեք, ես վստահ եմ այն բանի մեջ, այն ինչը այսօր ունեմ պատճառը ջերմեռանդ աղոթներն է, ու այն ինչը ունենալու եմ վաղը այսօրվա ջերմեռանդ աղոթն է լինելու պատճառը։ Ու Հակոբը երկու կարևոր բանի վրա է շեշտը դնում՝ հավատքի եւ ջերմեռանդության։ Մենք բոլորս ունենք հավատք։ Հավատքի համար ուզում եմ ընդամենը մի խոսք կարդամ ձեր համար Աստծո ծառաներից մեկի ասած խոսքը, որը զորավոր ազնվորություն էր, որի անունը Սմիթ Վիգլսվորթ էր։ Ինքը հավատքի մասին հետևյալն է ասում. Ես տեսա, որ Աստված այնքան է ուզում, որ մենք գանք իր մոտ, որ պայմանը հնարավորինս պարզեցրեց։ Միայն հավատա։ Աստծո ծառան ասում է, ես մի բան տեսա, Աստված այնքան է ուզում մենք մոտենանք իրան, այնքան է ուզում մենք աղոթենք իրան, այնքան է ուզում մենք ունենանք հնարավորություն տեսնելու իր փառքը, որ ինքը ընդամենը մի հատ պարզ պայման դրեց։ Միայն հավատա։ Ու գիտեք, Աստծո խոսքը ասում է, Աստծո հավատքը մեր մեջ տարածված է Սուրբ Հոգու միջոցով, Աստված բոլորին արգիլեց անհավատության մեջ, այսինքն Աստված մեր մեջ դրեց հավատք, որով մենք արձագանքում ենք Աստծո հրավերին, ու Աստված օրհնում է մեզ։ Ու շարունակության խոսքը շատ զորավոր է, որ այս Աստծո ծառան ասում է. Աստծո հանդեպ հավատքի մեջ կա մի բան, խնդրում եմ ուշադիր եղի, Աստծո հանդեպ ունեցած հավատքի մեջ կա մի բան, որը ստիպում է Աստծուն անցնել միլիոնավոր մարդկանց միջով միայն քեզ օձելու համար։ Գիտեք, սա շատ զորավոր է։ Ես երբ որ կարդացի այս համարը, ես աղաղակ բարձրացրեցի, այո Տեր, ես ուզում եմ։ Այո Տեր, թող քո հավատքը իրականում Աստծուն ստիպի անցնելու հազարավոր մարդկանց միջով քեզ օձելու համար։ Այս սա է հավատքը, որի մասին խոսում է Տիրոջ խոսքը։ Երբ որ դու հավատաս ու հավատքով կանգնես, իրավիճակները կփոխվեն, երբ որ դու պարզ հավատք արձակես, քո ջերմեռանդությամբ, քո նվիրումով, դու կտեսնես իրավիճակները կփոխվեն։ Ու Հակոբ առաքյալը ինքը շարունակում է հետևյալը ասել. Եղիան էլ մեզպես մարդ էր կիրկերի ենտագա, նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չկա, եւ 3 տարի երկրի վրա եւ 6 ամիս երկրի վրա անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց եւ երկինքը անձրև տվեց ու երկիրը իր բդուղը աճեցրեց։ Ինչպես աղոթեց Եղիան։ Գիտեք, շատ անգամ մենք ասում ենք Եղիան աղոթեց ու այս բանը տեղի ունեցավ։ Ինչպես աղոթեց Եղիան։ Եղիան աղոթեց ջերմեռանդությամբ։ Եղիան աղոթեց ջերմեռանդությամբ։ Ինքը ոչ թե ուղղակի բառեր ասաց, որը շատ անգամ մենք անում ենք, գիտեք, դա էլ է կարևոր, բայց մենք նվիրում ենք տնելու այդ բառերի մեջ։ Մենք ոգևորություն ենք տնելու այդ բառերի մեջ։ Մենք մեր ամբողջ էությունը տնելու ենք այդ աղոթքի մեջ։ Եղիայի համար հետաքրքիր է այս բառը, որը օգտագործում է Հակոբ առաքյալը, կիրք բառը, ես այս կիրք բառին ուշադրություն դարձրեցի, կիրք բառը ունի երկու կարևոր նշանակություն։ Ուզում եմ երկու կողմից նայեմ։ Մենք շատ անգամ հասկանում ենք Եղիայի մասին ասելով, որ Եղիան էլ կիրկերի տեր մարդ էր, մենք միայն հասկանում ենք բացասականը, որտեղ ինքը զգացմունքներ ուներ, զգացմունքային էր, որը այո իրականում դրսևորվավ շատ անգամ իր ծառայության մեջ, եկան իրան փնտրելու, ինքը երկնքի Աստծուց կրակ իջեցրեց, այդ մարդկանց սպառել տվեց, այո ինքը կիրք ուներ, բայց ուզում եմ նայենք իր դրական եւ բացասական կողմերին այս բառի։
Կիրք նշանակում է հետևյալ. ուժեղ, կայուն, երկարատև, զգացմունք, որը ընդգրկում է անձին ամբողջությամբ, մղում է նրան որևէ քերական նպատակին։ Կիրք նշանակում է մղվել որևէ քերական նպատակին։ Գիտեք, մենք մղվում ենք մեր ամբողջ հոգով։ Ես վստահ եմ, մենք գիտենք առաջի պատվիրանը. սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով, ամբողջ սրտով եւ քո ողջ էությամբ։ Մեր ողջ էությունը մեր մարմնի մեջ եղած բոլոր բջիջներն են։ Արդյոք քո աղոթքը այս կիրքով է։ Արդյոք քո աղոթքը այս ջերմեռանդության մագարտակի վրա է։ Հակոբը երբ որ խոսում է, ինքը խոսում է եւ բերում է մի հիանալի օրինակ, ինքը խոսում է ջերմեռանդ աղոթքի մասին, հետո խոսում է Եղիայի մասին, ով կիրք ուներ, այսինքն ջերմեռանդ աղոթք ուներ, նվիրում ուներ, հանուն նպատակի ինքը կանգնած էր ու գնում էր։ Եթե մենք նայենք իր բացասական կողմը, կիրք բառի հետևյալն է նշանակում։ Հոմանիշը կիրք բառի զգացմունքն է, ազդեցություն կրել, զգալ, էմոցիոնալ լինել, խոցելի լինել, այո, էդել կա, բայց կիրքը ավելի շատ մեզ մղում է առաջ դեպի նպատակին։ Աստված ուզում է, որպես մեր աղոթքի մեջ մենք լինենք ջերմեռանդ, ու այդ ջերմեռանդության մեջ կիրք լինի, որը մեզ կմղի ամբողջական նպատակի մեջ։ Շատ անգամ, երբ որ մենք աղոթում ենք, գիտեք, այս պատկամիս նպատակը հետևյալն է, որպես ամեն մեկը ուշադրություն դարձնեք ձեր աղոթքին, ինչպիսի վիճակի մեջ է քո աղոթքը։ Բառերը կարևոր են, որը մենք ասում ենք, բայց արդյոք քո ողջ էությունը դրված է այդ բառերի մեջ, արդյոք կիրք կա այդ աղոթքի մեջ, արդյոք ջերմեռանդություն կա այդ աղոթքի մեջ, ու շատ անգամ երբ որ ես նայում եմ, գիտեք, ես մի բան եմ հասկանում, մարդը նույն ձևի նստած բառեր ասելով չի կարող ջերմեռանդ աղոթք ունենա։ Ջերմեռանդության մեջ շարժում կա։ Կներեք, պատկամի ժամանակ ես չեմ կարող իմ ձեռքերս շարժել, որովհետև ջերմեռանդության մեջ ակտիվություն կա։ Իմ ողջ էությունը շարժվում է պատկամի հետ մեկտեղ, աղոթքի ժամանակ ես չեմ կարող ջերմեռանդ չլինել, որովհետև նրա ներկայության մեջ իմ մարմնի յուրաքանչյուր բջիջը երկրպագում է իրան ու իմ ձեռքերը չեն կարող չշարժվել։ Գիտեք, շատ անգամ մարդիկ, ովքեր ասում են, մենք հոգով ենք ծափ տալիս կամ հոգով ենք ուրախանում, մեր վրա էլ այդ հոգով ծափ տալը կամ ուրախանալը դրսևորվում է հետևյալ կերպ, թե մենք հոգով ջերմեռանդությամբ աղոթում ենք, թե մենք հոգով ջերմեռանդ ենք, ջերմեռանդությունը կապ ունի մեր ֆիզիկականի հետ, ջերմեռանդությունը ինքը դրսևորվում է։ Գիտես, եթե երկու տեսակի մարդիկ զրուցեն, դու կհասկանաս ով է ջերմեռանդ զրուցում, ում զրույցի մեջ կա կիրքը, ում զրույցի մեջ կա միապաղաղությունը, նույնը մեր աղոթքն է։ Շատ անգամ մենք ուղղակի աղոթում ենք, Տիրոջը բառեր ենք ասում, բայց կարևոր է, որպես մեր աղոթքի մեջ մեր ողջ էությունը լինի, մեր նվիրումը լինի, մեր ջերմեռանդությունը լինի, մեր կիրքը լինի, մենք փնտրենք Տիրոջը մեր ամբողջ էությամբ, մենք աղաղենք նրան մեր ամբողջ էությամբ, մենք երկրպագենք նրան մեր ամբողջ էությամբ, սա է, որ բերում է հրաշքը մեր կյանքերի մեջ։ Քանի որ Աստծո խոսքը ասում է, ու ջերմեռանդ աղոթքի պատճառով երկինքը անձրև չտվեց ու հետո անձրև տվեց։ Ու ջերմեռանդ աղոթքի պատճառով հիվանդի համար եղած աղոթքը հիվանդի համար բժշկություն կբերի։ Մի խոսք, որ ուզում եմ ձեր համար կարդամ, որը մի հատ հիանալի գրքից եմ կարդացել, հետաքրքիր այս խոսքերը կարդալուց հետո ես սկսեցի մտածել, խոսքը հետևյալն է, որ ասում է. շատ անգամ մենք զոհաբերում ենք խորությունը հանուն լայնության, լրջորեն խորամուխ չլինելով հասնում ենք ընդամենը մագերեսային արդյունքի։ Շատ անգամ այն ինչը, որ իրականում պետք է, մենք զոհաբերում ենք խորությունը, զոհաբերում ենք լայնության համար։ Լայնությունը տեսանելին է, լայնությունը երևացող կողմն է։ Ինչ որ բան, եթե ինքը ունի լայնություն, մենք տեսնում ենք, ինքը շատ մեծ է, խորությունը ինքը չի երևում։ Ու շատ անգամ մենք խորությունը զոհաբերում ենք հանուն լայնության եւ ունենում ենք մագերեսային ընթացք, ունենում ենք չպատասխանված աղոթքներ, բայց իրականության մեջ թե խորությունը ու թե լայնությունը համաչափ են, որ առաջ են գնալու։ Ոչ թե ունենանք անսպառ լայնություն, բայց մագերեսայնություն, անգամ հոգեվոր կյանքի մեջ պետք չէ լինել մագերեսային,
պետք է ունենալ նվիրում, պետք է լինել առաջադեմ, պետք է լինել մեկը, ով ջերմեռանդ է, պետք է լինել մեկը, ով հոգևոր խորություն ունի, հոգևոր բաները հասկանում է, քննում է հոգևոր բաները, ու սա մեզ իրականում ազատում է մագերեսայնությունից, որովհետև իրականության մեջ, եթե մենք վերցնենք ու սկսենք համեմատել, այն մագերեսը, որը մեծ է, ենթադրենք 10-10-ի վրա, ինքը իր մեջ կրում է ջուր 1 մետր խորության մեջ, բայց եթե ինքը 10 մետր լայնքն է, 10 մետր նաև իր բարձրությունն է, ինքը ավելի շատ ջուր կկրի իր մեջ, պարզ է միտքս, եթե մենք ուզում ենք իրականում խորություն ունենալ ավելին, եթե մենք ուզում ենք ավելին ունենալ աստվածայինը մեր կյանքի մեջ, մագերեսային բաներին հրաժեշտ ենք տալու, մագերեսային աղոթքին հրաժեշտ ենք տալու, մագերեսային մոդեցումներին հարցին հրաժեշտ ենք տալու, կանգնելու ենք խորությունը տեսնելու, կանգնելու ենք ջերմեռանդությամբ, կանգնելու ենք գնալու ավելին ունենալու համար, քանի որ հենց սա է Աստծո կամքը։ Հաջորդ բանը, որի մասին ուզում եմ խոսել, վստահ եմ սիրելի եկեղեցի միտքս պարզ է ինչի մասին եմ խոսում։ Երբ որ կկանգնես աղոթքի ջերմեռանդ աղոթիր։ Աղոթիր կիրք դնելով այդ աղոթքի մեջ, աղոթիր կյանք դնելով այդ աղոթքի մեջ, աղոթիր Տիրոջ երեսը փնտրիր քո ողջ էությունով, քո ամբողջ սրտով, կենտրոնացած հենց նպատակի վրա ու ոչ թե ունենալ մագերեսային աղոթք։ Հաջորդ խոսքը, որ ուզում եմ կարդամ ձեր համար, Առաջի Հովանու թղթի 5-րդ գլուխ 14-15 համարներն են։ Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրվածքը։ Մենք այս համարի մեջ մի կարևոր բան ենք տեսնում։ Ինչ որ խնդրում ես նրա կամքի համաձայն, նա լսում և պատասխանում է։ Այսինքն մեզ շատ աղոթների մեջ մենք իրականում նայելու ենք արդյոք Աստծո կամքն է։ Արդյոք ես աղոթում եմ Աստծո կամքի համաձայն։ Գիտեք, այս վերջի ժամանակների մեջ ես հատուկ ուշադրություն եմ դարձնում, օրինակի համար, եթե մենք խնդրում ենք Աստծուց մի բան, արդյոք այն ինչը մենք խնդրում ենք Աստծո կամքի համաձայն է։ Աստծուն փառք է բերում, աստվածային նպատակների մեջ է։ Գիտեք, շատ անգամ մենք խնդրում ենք բաներ, որոնք մեր համար օգուտ են, վնաս են ուրիշների համար։ Շատ անգամ մենք Աստծուց խնդրում ենք բաներ, որ ավելի շատ մեր անձին է վերաբերվում, մեր եսին է վերաբերվում, բայց Աստծո խոսքը մեզ ուղղակի սովորեցնում է աղոթեք Աստծո կամքի համաձայն։ Աստծո կամքն է, որպեսզի հիվանդը բժշկվի։ Համաձայն եք, աղոթեք հիվանդների համար։ Բայց գուցե Աստծո կամքը չէ, որ հենց հիմա դու շատ փող ունենաս։ Բայց շատ անգամ մենք աղոթում ենք։ Գուցե Աստծո կամքը չէ, որ հենց հիմա դու այս իրավիճակի վրա հաղթանակ ունենաս, բայց շատ անգամ մենք ուզում ենք, բայց մենք վստահ ենք հիվանդի բժշկությունը Աստծո կամքն է, ու ես մի քանի կետեր եմ գրել, Աստծո խոսքը հետևյալն է ասում, խնդրեցեք երկնքի առկայությունը, այո, համարձակությամբ աղոթիր, Տեր թող գա քո թագավորությունը, Տեր թող գա քո առկայության զորությունը, թող հայտնվի քո փառքը, այս ամենը Աստծո կամքի համաձայն է, ուղղակի աղաղի նրան, որպեսզի նրա ներկայությունը ավելի ավելանա քո կյանքի մեջ, այս աղոթքը Աստծո կամքի համաձայն արած աղոթք է։ Հաջորդ բանը հիվանդների համար, արդեն իսկ ես ակնարկեցի, աղոթեք հիվանդների համար, որովհետև Տիրոջ խոսքը ասում է, ով որ հավատա այս նշանները գնալու է իր հետ, կաղոթեն հիվանդների համար եւ հիվանդները կբժշկվեն։ Գուցե ցեզանից մի քանիսը մտածեցին, որ իրանց կյանքի մեջ ունեն կարիք բժշկության։ Ես կարծեմ այս օրինակը բերել եմ մի Աստծո ծառայի կյանքից, չգիտեմ, գուցե նեղ շրջապատի մեջ եմ պատմել, մի Աստծո ծառա, որ աշնության քարոզիչ էր, որ քարոզում էր ավետարանը, ինքը ձայնի հետ խնդիր է ունենում։ Գնում է բժշկի, բժիշկը ասում է, թե դու այլևս չես քարոզելու, ձայնիդ հետ դու խնդիր ունես, որքան շատ քարոզես, այնքան ավելի ձայնդ կնստի, դու այլևս կդադարես խոսելուց։ Այս ազնվորությունը, ով աշնության մարդ է, Աստծո ծառա է, գնում է մի հատ հովի մոտ, ասում է, լսի, աղոթի իմ համար բժշկվեմ, բժիշկը այս բանն է ասում, բայց մեր Աստված հրաշագործ Աստված է։ Այս հովիվ, ով միշտ օժտվել է իրանից, քանի որ ինքը աշնության մարդ է եղել, իր ձեռքը դնում է իր վրա, աղոթում է, այդ հիվանդությունը հեռանում է։ Այո, աղոթիր ինքդ քո համար, կդիր մեկին աղոթելու քո համար։
Մոդեցի որևէ հովի, որևէ Աստծո ծառայի ասա աղոթիր իմ համար։ Ու հավատքով եղած աղոթքը կբերի բժշկություն։ Սա Աստծո կամքի համաձայն աղոթք է։ Գիտեք, մի բան, որ ուզում եմ ամեն մեկս մեր գիտակցության մեջ կարողանանք ընդունել, թեև շատ անգամ գիտակցաբար կամ անկիտակցաբար մենք սրա հակառակն ենք ընդունել։ Շատ անգամ մենք հաշտ ենք ապրում հիվանդության հետ։ Ու այդ հաշտության պայմանագիրը, որը ներկուստ մենք կապում ենք հիվանդության հետ, ինքը շարունակում է մեր մեջ արմադանալ։ Այո, գուցե 1 տարի շարունակ աղոթում ես, կռիվ ես տալիս, բայց չես բժշկվում, երբեք մի հաշտվի իր հետ, շարունակիր աղոթել, շարունակիր կռիվ տալ, շարունակիր իրան մերժել, շարունակիր կանչել Աստծո կամքը քո կյանքի մեջ, շարունակիր կանչել Աստծո փառքը քո կյանքի մեջ, Աստծո կամքը քեզ քո մարմնավոր խնդիրներից ուղղակի բժշկությունն է։ Մենք չգիտեմ ինչու համար շատ անգամ կենտրոնանում ենք այն օրինակների վրա, որտեղ Աստծո սուվերեն կամքը կար ու Աստված չբժշկեց ու տարավ իր մոտ, ու սա թուլացնում է մեր հավատքը, բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, երբեք ու երբեք պետք չէ կենտրոնանալ որևէ օրինակի վրա, կենտրոնացիր այն հրաշքների վրա, որը Հիսուսը արել է երկրի վրա, կենտրոնացի այն հրաշքների վրա, որը մինչև հիմա երկրի վրա տեղի է ունենում, ու կենտրոնացի այն բժշկության նշանների վրա, որը մեր եկեղեցում տեղի է ունենում այս վերջի մի քանի ամիսների մեջ։ Ես նորից ասել եմ, մոտավորապես 15 բժշկության վկայություն եմ լսել։ Անգամ շատերին ասել եմ վկայություն տուր կամ հարմար չի եղել տալու, կամ այնքան շատ են շատ դեպքում ուրիշ գործերի մեջ լինելով մոռանում ենք, թե մտածում եմ մի անգամ նշեմ այդ ամենը, գիտեք, կենտրոնացեք այդ հրաշքների վրա։ Մենք տեսնում ենք մեր Աստված բժշկող Աստված է։ Քանիստ եք ուզում բժշկության հրաշք, աղոթեք բժշկության համար, Աստծո կամքն է բժշկությունը։ Հաջորդ կետը մշակների համար աղոթելը։ Աստծո խոսքը ասում է, Հիսուսը ասում է, աղոթեք հունձքի Տիրոջը, որպեսզի մշակներ բարձրացնի։ Ինչու համար ես աղոթում։ Անգամ շատ ու շատ անգամ, երբ որ աղոթում ես ինքդ քո համար, հիշիր մի կարևոր բան նույնպես, աղոթիր ինքդ քո համար Աստծո մշակը լինելու համար։ Աղոթիր, որպես Տերը քեզ բարձրացնի, որպես իր մշակ։ Ես վստահ եմ շատերը աղոթում են, բայց ուզում եմ, որպես այս աղոթքը բոլորդ ունենաք, Տեր ինձ բարձրացրա որպես քո մշակ, բարձրացրա հունձքի համար մշակ։ Գիտես, քո ծածուկ աղոթքից մենք ոչ մեկս տեղյակ չենք լինի, բայց կգա մի բան, որ դու կտեսնես, Տերը քո միջոցով ցորեն է հավաքում։ Տերը քո միջոցով մարդիկ է բերում եկեղեցի։ Քո միջոցով փրկվածները ավելանում են։ Տերը քեզ դարձնում է այդ մշակը, Տերը քեզ օրհնում է։ Այո, աղոթիր, որպեսզի դու ինքդ լինես մշակ Աստծո գործի մեջ ու նաև ուրիշ մշակներ էլ բարձրանան։ Եվ չորրորդը, որը գրել եմ իմ մոտ Աստծո կամքի համաձայն աղոթելը, Զաքարիա մարգարոության 10-րդ գլխի առաջի խոսքն է. Արթնության անձրևներ խնդրեք Տիրոջից։ Վերջի անձրևների ժամանակ հորդառատ անձրև խնդրեք և նա ամբեր և կայծակներ կտա։ Այսինքն Տերը կպատասխանի այն աղոթքին, որը խնդրում է արթնություն, որը խնդրում է վերջի անձրևների ժամանակ հորդառատ անձրևներ։ Գիտեք, իրականում սա լինելու է մեր կյանքի մեջ մի հատ գերագույն նպատակ, որի համար մենք աղոթելու և աղաղակելու ենք, որի համար մենք փնտրելու ենք Տիրոջ երեսը։ Ու գիտեք, երբ որ դուք աղոթում ես արթնության համար, ամենաառաջի հերթին մի բան է տեղի ունենում, առաջինը դու ինքդ ես արթնանում։ Առաջինը դու ինքդ ես արթնանում ուրիշներին արթնացնելու համար, որը գիտես իրականում շատ կարևոր է, որովհետև շատ անգամ դասական քրիստոնեության մեջ մենք տեսնում ենք հետևյալը, թե քրիստոնյա ենք, եկեղեցու մեջ ենք, կարծես թե ամեն բան նորմալ է, թե ես աղոթում եմ, դասանորդ եմ տալիս, Աստծո խոսք եմ կարդում, գիտեք, այդ ամենը շատ լավ է, Տերը օրհնի քեզ, բայց հավատա կա մի արթնության մագարտակ, որի կարիքը դու ունես։ Կա մի արթնության մագարտակ, որի կարիքը մենք բոլորս ունենք։ Եթե դու բավարարվում ես այս բաներն ես անելու, այո, այդ բաները անելու ես, շարունակելու ես անել, բայց կա մի կրակ, որի կարիքը մենք բոլորս ունենք, կա մի զորություն, որի կարիքը մենք բոլորս ունենք, ու այդ պատճառով մենք Աստծո կամքի համաձայն աղոթելու ենք, որպես Տիրոջ զորությունը, Տիրոջ հոգու կրակը, արթնության անձրևները ուղղակի կան մեր կյանքի մեջ։ Եբրայեցիների թղթի 11-րդ գլխի մեջ թղթի հեղինակը հետևյալն է ասում 39-ից 40 համարների մեջ։ Հետարքիր մի խոսք, որի վրա իրականում ես որոշակի մտածել եմ, շատ չեմ խորացել ուսումնասիրել, բայց որոշակի մտածել եմ, եւ սրանք բոլորը հավատքով
վկայություն ստացան։ Եբրայեցիների 11-րդ գլուխը խոսում է հավատքի հերոսների մասին։ Եվ սրանք բոլորը հավատքով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Աստված մեզ համար ավելի լավ բան էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն։ Աստծո խոսքը ասում է, որ այդ հավատքի հերոսները իրանք վկայություն ստացան խոստման վերաբերյալ, բայց չմտան ամբողջական այն խոստման մեջ, որը Աստված ուներ իրանց համար, բայց շարունակությունը ասում է հետևյալը, իրանք չմտան, որպես այդ օրհնյալ բաները առանց ինձ եւ քեզ տեղի չունենան։ Գիտեք, այս խոսքը շարժում է ինձ։ Աստված ինչ որ բան ժամանակի մեջ պահել է, որպեսզի մեր ժամանակի մեջ մենք էլ միանանք այդ ծրագրին ու Աստված բերի այդ օրհնությունը։ Գիտեք, շատ անգամ մենք որպես բանական մարդիկ մտածում ենք շատ սահմանափակ։ Շատ անգամ մենք որպես բանական մարդիկ մտածում ենք մեր փոքր հասկացողության սահմանների մեջ, բայց այս խոսքի մեջ մենք հետևյալն ենք տեսնում, Աստծո խոսքը ասում է հետևյալը, իրանք չհասան այդ խոստումին, որովհետև Աստված չուզեց, որպեսզի առանց մեզ ինչ որ զորավոր բան տեղի ունենա, մինչև մենք նույնպես կմիանանք, մինչև մենք նույնպես կագնենք եւ Տիրոջ զորավոր խոստումը ուղղակի կգա մեր կյանքերի մեջ նույնպես ու կկատարվի։ Սա ավելին է, քան մենք հասկանում ենք։ Սա ավելին է, քան մենք հասկանում ենք։ Գիտեք, շատ անգամ, երբ որ ես օգտագործում եմ ավելին բառը, ես իրականում պատկերացնում եմ որոշակի բաներ, բայց միշտ մի բանի եմ հավատում, ավելին է, քան ես պատկերացնում եմ։ Ավելի զորավոր է, քան ես հասկանում եմ, որովհետև Աստծո կամքը հետևյալն էր, որպես այդ ամենը առանց մեզի տեղի չունենար, կամ բաներ, որոնք կատարվել են, ու կամ բաներ, որոնք կատարվելու են արդեն իսկ մեր մեջ եւ մեր միջոցով։ Աստված այդ ամենը պահել էր, որպեսզի առանց մեզ չլիներ։ Գիտեք, հետաքրքիր է ժամերն ու ժամանակները։ Աստված սպասում էր քեզ, թե դու երբ կաշխարես, երբ կնվիրվես, երբ կմտնես արթնության մեջ, որպեսզի բաներ տեղի ունենան, որը ինքը չէր ուզում, որ առանց քեզ տեղի ունենա։ Այսքան մեծ է մեր Աստծո սերը։ Ինչքան մեծ ու հզոր Աստված ունենք, չէ՞։ Ուզում եք այս սիրո օրհնությունից օգտվել։ Ուզում եմ, որպեսզի ամեն մեկս կարողանանք գիտակցել, Աստված բաներ է պահել մեր համար, որ օրհնյալ է։ Բայց գիտեք, այս հերոսների մասին Եբրայեցիս թղթի մեջ որ խոսում է, շատ զորավոր բաներ է խոսում։ Ու այդ զորավոր բաները խոսելուց հետո ասում է, բայց կան բաներ, որոնք տեղի չեն ունեցել, մինչև մենք կմիանանք, մինչև մեր հետ միասին է, որ տեղի կունենան, եւ ես ուզում եմ կարդալ մի քանի բաներ, թե այս հավատքի մարդկանց կյանքի մեջ ինչեր է տեղի ունեցել։ Եբրայեցիների 11-րդ գլուխ 32-34-րդ խոսքը, եւ էլ ինչ ասեմ, ժամանակս բավական չէ, որբեսի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեպտայինի, Դավիթի, Սամուելի եւ մյուս մարգարեների մասին, որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արտարություն գործեցին, հասան խոստումների, արյուզների բերանից փրկվեցին, կրագե զորություն մարեցին, սրի բերանից ազատվեցին, տգարության մեջ զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օդարների բանակների փախուստի մատնեցին, հալածվեցին, չարչարվեցին, բայց հաղթեցին։ Այս ամենի հետ մեկտեղ կան բաներ, որոնք հիշադակված չեն, ու Աստված ուզում է մեզ միացնել այդ օրհնյալ ընթացքի մեջ բաժին ունենալու համար։ Գիտեք, մի կարևոր բան, որ ուզում եմ ուղղակի մեր հասկացողության մեջ ընդունենք, Աստված ավելին է մեր հասկացողությունից։ Ես ուզում եմ ուղղակի հավատալ ավելին, հավատալ ավելի մեծ բանին։ Տիրոջ խոսքը ինձ քաջալերում է այդ բանի մեջ, ու այդ պատճառով մենք տեսնում ենք Աստված ասում է, կար բաներ, որ ժամանակի մեջ ես պահեցի 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ այդ ամենը տեղի չունեցան, մինչև դու կմիանաս, մինչև դու կլինես մեկը, ով կկանգնի այդ արթնության մեջ, մինչև դու կլինես մեկ, ով անձնական արթնություն կունենա, ով կճանաչի ինձ, ու այդ ժամանակ նոր ես իմ փառքը ավելիով կբերեմ քո կյանքի մեջ։ Գիտեք, գուցե մենք մտածենք ու ասենք, թե սա խոսում էր առաջի տարի քրիստոնյաների մասին, իրականության մեջ վերջի ժամանակներ արտահայտությունը ուղղված է առաջի տարի քրիստոնյաներից սկսած մինչև հափշտակությունը։
Մենք չենք կարող ասել սա վերաբերվում էր միայն իրանց։ Վերջի ժամանակների հայտարարությունը, վերջի ժամանակների եկեղեցին խոսքը ուղղված է առաջի տարի քրիստոնյաներից մինչև մեր օրեր ու հափշտակություն։ Մենք բոլորս կոչվում ենք, համարվում ենք վերջի ժամանակների քրիստոնյաներ, ում կյանքի մեջ այս խոստումը ուղղակի իրականություն է դառնալու։ Ու սա է ճանապարհը, որի միջոցով մենք կարող ենք հայտնվել Աստծո գահի առաջ, ու Աստված ուղղակի կասի. Ինչ ես ուզում անեմ քո համար։ Քանիստ եք ուզում այսօր Տերը խոսի ձեր հետ եւ ասի. Ինչ ես ուզում անեմ քո համար։ Գիտես, առաջինը ուզում եմ մտածես, եթե իրականում ես աղոթքի մեջ Աստված քեզ այս հարցը տա, ինչը կգա առաջինը քո մեջ։ Գիտեք իմ մեջ ինչ է եկավ առաջինը, երբ որ խոսում էի։ Այս ազգի արթնանալն ու փրկվելը Հիսուսի անունով։ Այս ազգի մեջ մեծ արթնություն Հիսուսի անունով, մեծ կրակ ու զորություն Հիսուսի անունով, հազարավոր հիվանդների բժշկություն Հիսուսի անունով, այ իրական մեր կարիքը էս է։ Ուզում եմ հարցնեմ ձեր կարծիքով ես ուրիշ նյութական կարիքներ չունեմ։ Գիտեք, ես միշտ մի բան եմ գիտեցել, մարդիկ միշտ մտածում են, որ ես իրականում ոչ մի բանի կարիք չունեմ։ Փառք Տիրոջս, հրաշալի է, որ ես իրականում ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ թե կարիքներ չունեմ, կարիքներ ունեմ, բայց ոչ մի բանի կարիք չունեմ, որովհետև նրան ունեմ իմ կյանքի մեջ։ Հավատացեք, կան կարիքներ, որոնք իրականում գուցե ժամանակ առ ժամանակ մի քիչ փորձում են գլուխ բարձրացնել, բայց միևնույն է, մեր նպատակը լինելու է հետևյալը. ապրել նրա փառքի համար, կրել նրա փառքը, այս երկիրը շարժվի արթնության զորության ներքո, մարդկանց կյանքերը փոխվի, հազարավորներ դարձի կան եւ ընդունեն Հիսուսին, հազարավոր հիվանդներ բժշկվեն, սա է Աստծո կամքի համաձայն մոտեցումը, որը Տերը ուզում է։ Շատ անգամ, գիտեք, երբ որ մենք կենտրոնանում ենք մեր կարիքների ու դժվարությունների վրա, մի բան է տեղի ունենում, այդ կարիքներն ու դժվարությունները սկսում են մեզ ավելի խեղճացնել, սկսում են մեզ ավելի տգարացնել, սկսում են խոսել մեր հետ, չի լինի, մարդիկ մահացել են դրանից, մարդիկ մինչև իրանց կյանքերի վերջը ապրել են այդ ձևով, այս խնդիրը քո ամբողջ կյանքը կմնա, Տիրոջից կարողություն խնդրի, որպեսզի կարողանաս դիմանալ, գիտեք, մի հավատա այդ սդին, Տերը զորավոր Աստված է, Տերը լուծում ունի, հրաշք ունի, բժշկություն ունի, արթնություն ունի, զորություն ունի, դատարիր հավատալու սդին եւ կանգնիր նրա ներկայության առաջ, ու երբ որ այդ հարցը ուղղակի կգա քո կյանքի մեջ, գիտեք, փոքր բաներ մի խնդրեք Աստծուց։ Հիշում եք տարիներ առաջ ես այս օրինակը բերել եմ գուցե մի 2 անգամ, բայց նորից հիշեցնեմ, կար ժամանակ ես աղոթում էի իմ եւ իմ ընտանիքի համար։ Հետո սկսեցի աղոթել իմ ընտանիքի եկեղեցու ծառայության համար։ Հետո սկսեցի աղոթել Գյումրի քաղաքի համար։ Հետո սկսեց հավատքս մեծանալ, հասկացողություն գալ։ Հետո սկսեցի աղոթել Հայաստանի համար։ Հետո սկսեցի աղոթել ամբողջ աշխարհի հայերի համար։ Գիտեք, ու մեկ-մեկ ես ասում եմ, գիտեք, տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ արդեն իսկ այդ աղոթքը եղել է իմ մեջ, մեկ-մեկ ասում եմ, երբ որ ես կանգնում եմ Աստծո առաջ, Աստված երկնքից ասում է 10 միլիոն հային վերցրած գիժս եկել է, գնամ նայեմ ինչ է ուզում, հումոր եմ անում, պատկերավոր ձևով եմ ասում, բայց գիտեք, իրանից մեծ բաներ խնդրեցեք եւ մեծ բաների հավատացեք, որքան կենտրոնանաս քո ունեցած փոքր խնդրի վրա։ Գիտես, գուցե դու ասես, դու չգիտես ինձ ու ռուսկեն կասկածում, գուցե ես երկար չապրեմ, նորից ուզում եմ քեզ ասեմ, որքան կենտրոնանաս քո շատ փոքր խնդրի վրա։ Եթե փորձես երկարացնել, նորից կասեմ, որքան կենտրոնանաս քո շատ չերևացող խնդրի վրա, ինչու համար շատ չերևացող, որովհետև մեր Աստծո զորությունը պակաս չէ։ Մեր Աստված զորավոր Աստված է, ինքը մեծ Աստված է ցանկացած խնդրից ու դժվարությունից ու իր համար այդ ամենը ուղղակի ոչինչ են, ուղղակի մենք հավատք է, որ արձակելու ենք։ Ու գիտես մի օրինակ, որը ուզում եմ շատ արագ բերեմ ու վերջացնենք, հենց այս պատկամի վերնագիրը վերցված էր այս բառերից, ու իշքան ես այս մաշկարեությունը կարտացի, այս թագավորած գիրքը, այս մաշկարեի պատմությունը կարտացի, այնքան մի կարևոր բան տեսա։ Գիտեք, օրինակների մեջ խորհրդաբանություն կա, օրինակների մեջ այլաբանություն կա։ Ու 4-րդ թագավորաց գրքի 4-րդ գլխի 1-ից 7-րդ համարի մեջ մենք տեսնում ենք մի պատմություն, որ մաշկարեների խմբի կանանցից մեկը աղաղակեց Եղիսեին եւ ասաց.
մի մաշկարեի կին կարեգավ Եղիսեի մոտ աղաղագեց ու ասաց. Գիտես, այս կինը կարծես եկեղեցու խորհուրդն է։ Իմ մարդը քո ծառան մեռել է եւ դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տերիցը, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառա դարձնի իր համար։ Ինքը ներկայացրեց իր վիճակը։ Գիտեք, շատ անգամ եկեղեցին, որ աղոթում է, Տեր ես կարիքը, ես դժվարությունը, Տեր ես տգարությունը, ես խնդիրը, Տեր ես պարտքերից ազատագրությունը, ես գերությունից ազատագրությունը, գիտեք, մենք էլ շատ անգամ նույն բանն ենք անում։ Ում կյանքի մեջ կա հարստահարություն, ում կյանքի մեջ կա թշնամու գործի ազդեցությունը, սա այն պարդապանն է, որ ուզում է քեզանից խլել, սա այն պարդապանն է, որ ուզում է քո մարմինը փչացնել, սա այն պարդապանն է, որ ուզում է այն արժեքները, որը Տերը դրել է քո կյանքի մեջ ուղղակի քեզանից վերցնել, բայց այս կինը, որը եկեղեցու խորհուրդն էր այս օրինակի մեջ, եկավ Տիրոջ առաջ ու ասաց. Տեր, ես այս խնդիրները ունեմ եւ ես ունեմ կարիք, դու տեսնում ես իմ երկյուղածությունը, իմ ամուսնու երկյուղածությունը, բայց պարդապանը եկել եմ երկու որդիներին ծառա դարձնելու համար։ Շատ անգամ, երբ որ մենք բերում ենք մեր աղոթն ու աղաղակը Տիրոջ առաջ, գիտեք, իրականում հավատացեք, երբ որ աղոթում ես, Աստված քեզ ասում է. Ինչ ես ուզում անեմ քո համար։ Ինչ ես ուզում անեմ քո համար։ Երբևէ լսել եք այս հայտարարությունը կամ արտահայտությունը ձեր աղոթքի մեջ։ Գիտեք, ես լսել եմ։ Ինչ ես ուզում անեմ քո համար։ Եթե չես լսել, չի նշանակում Աստված չի խոսե։ Աստծո խոսքը արդեն իսկ խոսում է այդ մասին, երբ որ Հիսուսը ասում է, որտեղ երկուսից երեքը միաբանվեն ու աղոթեն, ես կլսեմ ու կպատասխանեմ, սա նշանակում է, որ Աստված ուղղակի քեզ ասում է. Ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Ու գիտեք, հաջորդ բանը, որ Աստված ասում է, որը շատ կարևոր է, ու ես սկսեցի մտածել, ինչու համար Աստված շատ հստակ ձևով եկեղեցուն ասում է, ոչ միայն ինչ ես ուզում անել քո համար, այլ ասում է, ինչ ունես։ Գիտեք, մի կարևոր բան, որի վրա մենք շեշտը տնելու ենք, Աստծո խոսքը, այդ կնոջը ասում է, Եղիսեն ասում է, ինչ ես ուզում անեմ քո համար եւ ինչ ունես տանը։ Մենք ամեն մեկս մեր տան մեջ ունենք Սուրբ Հոգու լեցունությունը։ Գուցե քիչ է այդ յուղը, բայց մենք ունենք այդ յուղը մեր կյանքերի մեջ։ Համաձայն եք իմ հետ։ Քանիսը ունեք այդ յուղը քո կյանքի մեջ։ Գիտես, այս կինը հետաքրքիր էր, ասաց. Տեր, ոչինչ չունեմ, բայց միայն ամանի մեջ շատ քիչ յուղ, շատ քիչ յուղ։ Գիտեք, հետաքրքիր է այդ քիչ յուղը, որը կա քո կյանքի մեջ, որը Սուրբ Հոգու լեցունությունն է, Սուրբ Հոգու օծությունն է, քո հոգով լցված լինելու նշանն է։ Անկամ գուցե քո լեցունության աստիճանը շատ բարձր չէ, մենք տեսնում ենք Աստված հրաշք ունի։ Ու Եղիսեն այս կնոջը ասում է. գնա եւ շատ ամաններ վերցրու եւ այդ յուղը դադարգիր այդ ամանների մեջ։ Մենք ամեն մեկս ունենք լեցունություն, մենք ամեն մեկս մեր կյանքի մեջ ունենք օծություն, որը ունի կարիք Տիրոջ առաջ բերվելով դադարգվելու ուրիշների կյանքի մեջ եւ մեր յուղը կավելանա, մեր օծությունը կավելանա։ Գիտեք, ես հիշում եմ մի եղբայր շատ տարիներ առաջ մի հատ կարևոր խորհուրդ տվեց ինձ ու ասաց, եթե ուզում ես զորությունը ավելանա քո կյանքի մեջ, ուրիշների հետ շատ խոսա ավետարանը, ուրիշների հետ կիսվի այդ զորության մասին։ Ու ես սկսեցի նկատել, ես ինչքան խոսում էի մարդկանց հետ, այնքան ես էի զորանում։ Որքան շատ մարդիկ էին գալիս իրանց հետ խոսում էի, իրանք օրհնվում էին, բժշկվում էին, լավ էին զգում, իրանց դժվարությունների պատասխանը ստանում էին, բայց երկկողմանի բաներ տեղի ունենում, ես ավելի լցվում էի Տիրոջ հոգով։ Ես ավելի զորանում էի, ինչու համար, որովհետև տալով է, որ մենք ստանում ենք, ուրիշների մեջ դադարգվելով է, որ մենք ավելի զորանում ենք, ուրիշների մեջ դադարգվելով է, որ թե մեր կյանքի օծությունը յուղը, թե ուրիշների կյանքի մեջ յուղը ուղղակի ավելանում է, որը նորից այն տան հարստությունն է, որին մենք պատկանում ենք, նորից Աստծո տան հարստությունն է, որին մենք պատկանում ենք։ Ու Եղիսեն ասեց. այդ ունեցածդ յուղը շատ ամաններ վերցրու դադարգիր այդ ամանների մեջ։ Գիտեք, մեր կյանքի մեջ որոնք են այդ շատ ամանները, ուզեցի քո կյանքի ամեն մի ոլորտի մեջ օծության յուղը հոսի, քո կյանքի տարբեր ոլորտների մեջ օծության յուղը հոսի, ուզեցի շատ ամաններ վերցնես, շատ ժամանակ տրամադրես, քո կարողությունը, քո ջանքը տնես, շատ մարդկանց քարոզես, շատ մարդկանց համար աղոթես, այս ամենի միջոցով մենք մեր յուղը կդադարգենք ու մենք ավելի ու ավելի կհարստանանք նրանով։ Գիտեք, մարդիկ, ովքեր չեն ծառայել են ու հետո դադարում են ծառայելուց,
իրանց կյանքի մեջ չորություն է գալիս։ Գիտեք ինչու համար, որովհետև իրանք դատարել են իրանց ունեցած յուղը օգտագործելուց։ Շատ մարդիկ, երբ որ ինչ խնդիրների պատճառով գալիս են, թե որոշակի ժամանակ ուզում եմ ծառայությունս թողնեմ, մինչև այս խնդիրը կլուծվի, իրանց ես մի բան եմ ասում։ Ծառայությունը թողեցիր, այս խնդիրը գուցե չլուծվի կամ ավելի ուշ լուծվի։ Ինչու համար, որովհետև դու դադարվելով է, որ վերցնելու ես։ Դու ինքդ քեզ ուրիշների կյանքի մեջ, ուրիշ անոթների մեջ լցնելով է, որ ավելի վերցնելու ես։ Ու գիտեք մի կարևոր բան, որը տեղի ունեցավ, երբ որ այս կնոջ յուղը ավելացավ, երբ որ եկեղեցու յուղը կավելանա, Աստված ուղղակի մի բանի կմղի մեզ։ Երբ որ այս կինը եկավ Եղիսեի մոտ ու ասաց, հրաշքը տեղի ունեցավ, յուղը ավելացավ, այս Եղիսեն ասաց հետևյալը. գնա վաճառիր այդ յուղը ու փագիր պարտքերը։ Գիտես յուղը, որը կավելանա, այս աշխարհի մեջ շատերը պարտքեր ունեն։ Մենք կփագենք ոչ միայն մեր պարտքերը, այլ նաև իրանց պարտքերը։ Գիտեք իրականության մեջ են չաբաշխարած մարդը, ով դեռ եկեղեցում չէ, ինքը թշնամուն պարտք ունի, ինքը սատանային պարտք ունի։ Երբ որ ավելացավ իմ եւ քո օծությունը, մենք կփագենք այդ պարտքը ու մարդուն կպոգենք գերությունից։ Մենք կփագենք այդ պարտքը օծությամբ։ Տիրոջ խոսքը ասում է յուղը, օծությունը կոդրում է լուծը։ Եթե դու չունենաս այդ օծությունը, լուծը չի կոդրվի ուրիշների կյանքի մեջ, բայց եթե դու ունես օծությունը, այդ լուծը կկոդրվի։ Քանիստ եք ուզում ունենալ լուծը կոտրելու համար։ Քանիստ եք ուզում այս ճանապարհով մոտենալ Տիրոջը։ Գիտեք, ուզում եմ ամեն մեկիդ քաջալերեմ հետևյալի մեջ։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ ու մեզ ջերմեռանդ աղոտ կբերենք։ Ունեցի մի հատ որոշում, ոչ թե աղոտելու այնպես, ինչպես միշտ աղոտել ես, այլ աղոտելու ջերմեռանդությամբ, աղոտելու նպատակամղված, կանգնելու Տիրոջ առաջ այնպես, որ Տիրոջ հոգին ուղղակի կխոսի քո հետ ասելով, ինչ ես ուզում, որ անեմ քո համար, ինչ ունես, որպեսզի ես օրհնեմ եւ ավելացնեմ։ Սիրելի այր, մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Կյանքի եւ զորության հոգի մենք շնորհակալ ենք քեզ։ Ուզում եմ Հիսուսյանով այստեղ մի հայտարարություն անեմ։ Օծությունը կոտրելու է լուծը Հիսուսի անունով։ Տիրոջ հոգու յուղը, որը մեր կյանքերի մեջ կա եւ որը ավելանալու է, կոտրելու է այս աշխարհի մեջ եղած լուծը շատերի կյանքից։ Հիսուսի անունով շնորհակալ եմ։ Օծությունը կոտրելու է ամեն դիմադրություն, ամեն անաստվածային, օծությունը կոտրելու է լուծը ուրիշների կյանքի մեջ, օծությունը կոտրելու է հիվանդության լուծը, օծությունը կոտրելու է աղքատության լուծը, օծությունը կոտրելու է մեղքի լուծը, օծությունը կոտրելու է ամեն տեսակի գերության լուծը, ամեն հարստարության լուծը, օծությունը կոտրելու է Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ